Եթե մարդը փախստական է, առավել ևս մեր հայրենակիցն է, եկել է Հայաստան, ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ես համարում եմ, որ արդար է։ Եթե չի ընդունում մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ես համարում եմ, որ չպիտի ստանա այդպիսի աջակցություն։ Ինչ որ սոցիալական աջակցություն, то չգիտեմ, լույսի գազի մնացած փողեր, չգիտեմ ինչեր, ինչ որ, հա, 40,000-ներն էին, հիշում եք եւ այլն։ Դրանք հասկացանք, բայց անշարժ գույքի գնման կամ կառուցման համար ֆինանսական օժանդակություն ոչ քաղաքացիներին իմ համոզմամբ չպիտի տրվի, բայց Հայաստանի իշխանությունը ինձ թվում է, որ վատ ֆոնդրայզինգ է արել, միջոցների հայթայթում շատ վատ է արել փախստականների համար, երևի չի կամեցել աշխարհով մեկ ղալմաղալ տնել, թե տեղի է ունեցել էթնիկ զտում։ Երևի համարել է, որ Հայաստանի ֆինանսական ռեսուրսները պարտքերով, չգիտեմ ինչերով արտաքին պարտքնել ուռեցնելով բավարար է, որպիսի արցախցիների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դարձող արցախցիների տեղավորման հարցը լուծի։ Երջանկություն ապահովել չի կարողանա, շքեղություն ապահովել չի կարողանա, բայց խնդրում եմ հերութանից տեղից բոլորը դրեք այդ մարդկանց տեղը ցես ու փորձեք պատկերացնել, էլի տուն, տեղ, հայրենիք, լիրիկա, թողնենք էլ այդ լիրիկան, տուն, տեղ, աշխատանք, то ես իմ ապրուստ, գոմ, կենթանի, ավտոմեքենա, ահագին բան կորցրել, ամեն ինչ, գույքային ամեն ինչ գրեթե կորցրել են, եկել են այդ մարդիկ դարձել են Հայաստանի քաղաքացի, հիմի հայրենիքը այդ մարդկանց պետք է ընդունի, ապաստան տա, մարդավարի պայմաններ ստեղծի, որ Հայաստանի բնակչությունը աճի եւ ոչ թե նվազի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։